Մեզ մոտ է գտնվում Poco F5 Pro 5G մոդելի հեռախոս, որին անհրաժեշտ է փոխարինել էկրան, դիսպլեյ և բնականաբար սկսում ենք փոխարինումը հետևի կաղապարի հանելու process-ով։ Այստեղ նախընտրելի է երկու տարբերակ և տաքացման դեպքը և որևէ ալկոհոլային, ես նախընտրում եմ 96% սպիրտը կիրառումը, որի դեպքում բավական հեշտ հնարավոր է հեռացնել կաղապարը։ Սա երևում է կորցարանային երկու կողմանի սկոչն է, գլեյն է պահում և արդեն մի քանի տարվա հեռախոսների համար ցանկալի է կիրառել սպիրտային մեթոդը, որովհետև իրենք արդեն տարիների ընթացքում թուլացել են իրենց կորցարանային գլեյը։ Բնականաբար կատարում ենք շուրուպների, պտուտակների հեռացում։ Այստեղ երևում է իր կորցարանային նարնջագույն Xiaomi պաշտպանիչ թղթի վնասվածքը, ինչը փաստում է, որ հեռախոսը առաջի անգամ չէ, որ բացվում է։ Չենք մոռանում հեռացնել բոլոր պտուտակները և շարունակում ենք հեռախոսի բացելու process-ը։ Այս պահին կարող ենք արդեն անջատել հեռախոսը։ Դրա համար պետք է հիմնական պլատայի և անջատիչի կոնտակտի հատվածը սեղմել, քանի որ այդ դերը կատարում էր կորպուսը պտուտակով ցկված իրավիճակում, և անջատեցինք հեռախոսը, կարող ենք շարունակել նաև ներքևի հատվածը բացելու process-ը։ Հեռացնում ենք կոաքսիալնի լարը, որը կպված է դինամիկին, այն դեր է խաղում ազդանշանի անտենաների փոխանցման համար։ Անջատում ենք նաև մարտկոցը։ Եվ մյուս կոաքսիալ լարը։ Ներքևի պլատայի կոնեկտորը ևս անջատում ենք։ Չենք մոռանում նաև հեռացնել SIM քարտի տարագը, որը հաճախ հեռախոսը բացելու process-ում լինում է մոռանում ենք, և այստեղ բոնուսային հատված հաճախորդի համար, բնիկը ամբողջությամբ լցված է, կեղտոտված է, և մենք բնականաբար այն մաքրելու ենք առանց որևէ արժեքի փոփոխության։ Ուղղակի մենք հաճախորդին տեղյակ կտանք, որ կատարել ենք բնիկի մաքրում և վերջում կարող ենք իր մոտ ստուգել, ցույց տալ fast charging-ի process-ը, որ լիակատար կատարվում է։ Այժմ կարող ենք հեռացնել հին էկրանը, սակայն մեզ մոտ մեր սերվիզում նախապայման կա, որ անգամ որևէ վնասված պահեստամասի դեպքում փորձելու ենք այն հնարավորինս քիչ վնասներով հեռացնել։ Հետագայում այն կարող ենք օգտագործել նաև այլ պահեստամասի ստուգումների կամ
անգամ նոր ձեռք բերված պահեստամասի հետ համեմատելու և որոշակի խնդիրների առաջացման դեպքում դրանով լուծելու կամ ստուգելու համար։ Տվյալ պրոցեսը մանրամասն ներկայացվում է, որպեսզի ձեզ համար պարզ լինի էկրանի փոխարինման ընթացքը։ Այստեղ կատարում ենք նաև պայելնի ստանցիայով տակացում վերջի կլեյի մնացորդները թուլացնելու և էկրանը անվնաս հեռացնելու համար։ Եվ այսպես էկրանը հեռացված է։ Ամեն դեպքում կրկին ստուգում ենք էկրանի աշխատանքը, արդյոք հանելու պրոցեսի ժամանակ մենք այն չենք վնասել և գտնվում է նույն վիճակում, ինչ որ քանդելուց առաջ էր։ Եվ համոզվում ենք, որ այո, այդ վիճակում է։ Կսպասենք նաև միանա և ստուգենք սենսորային աշխատանքի նախկին վիճակի առկայությունը։ Այո, ամեն ինչ նախկին վիճակում է գտնվում։ Կրկին անջատում ենք հեռախոսը։ Այստեղ շատ կարևոր է այդ նշածս պլատայի հատվածը սեղմել անջատման կնոպկաներին։ Եվ պետք է նշել, որ նմանատիպ վերանորոգումների ընթացքները նաև օգտակար են ոչ միայն հաճախորդների, ովքեր հնարավորություն են ստանում իրենց հեռախոսի վերանորոգման պրոցեսը դիտելու,
այլ նաև այլ մասնագետների, ովքեր կցանկանան իրենց հմտությունները զարգացնել կամ համեմատել մեզ մոտ եղած մեթոդների հետ։ Ստուգում ենք արդեն նոր էկրանը, նշեմ, որ տվյալ դեպքում տեղադրվում է նույն որակի, նույն կատեգորիայի օրիգինալ էկրան և այս դեպքում մենք տեսնում ենք, որ փոխելու պրոցեսից սկսած մենք հեռացնում ենք էկրանը ամբողջ կորպուսից, ինչը նշանակում է, որ այս էկրանի տարբերակը գտել ենք միայն ոչ ռամկայով տարբերակը։ Նշում ենք հին էկրանը որպես փորձարկման ստուգման համար հեռացնում ենք նոր էկրանի պաշտպանիչ պլաստիկայի հատվածը, այո, այն հեռացված է։ Գուցե հաջորդ վիդեոհոլովակներում ես կփորձեմ իմ փորձով կիսվել, թե ընդհանրապես ինչ է ասել օրիգինալ պահեստամաս, Հայաստանում ինչպիսի պահեստամասեր են ներմուծվում և ինչպես են դրանք տեղադրում ենք կոնեկտորները, այս փուլում դեռ կարիք չկա մյուս հատվածները վերջնական տեղադրելու։ Եվ անգամ հիմա տեսնում ենք, որ հեռախոսը միացված էր և էկրանը միանգամից աշխատեց առանց հեռախոսի անջատելու պատճառով։ Այստեղ մի փոքր հետաքրքիր թյուրիմացություն կա։ Ուշադրություն չենք դարձրել, որ այս մարտկոցը կազմված է երկու զանգվածներից, երկու մարտկոցներից և պետք էր անջատել նաև երկրորդի կոնեկտորը, երկրորդի միացման հատվածը, սպասում ենք հեռախոսը միանա։ Ստուգում ենք սենսորի աշխատանքը և այս դեպքում, քանի որ հաճախորդը մեզ չի տրամադրել իր անվտանգության գաղտնաբառը, հեռախոսի ապաբլոկավորումը բացելու կոդը չունենք և ստուգում ենք մենք այլ եղանակով, մասնավորապես տեսակ, թե ինչպես սենսորային կոճակի վրա այն տեղաշարժելով ամբողջ սենսորային մակերեսի տարածքով համոզվում և ստուգում ենք ամբողջական սենսորի աշխատանքը։ Այս պրոցեսից հետո գուցե թվա, թե արդեն ամեն ինչ պատրաստ է, սակայն շատ հատկանշական մեկ այլ պրոցես է սկսվում, հեռախոսի մաքրման պրոցեսը, այն պատրաստում ենք նոր էկրանի տեղադրման համար և սա շատ կարևոր է, քանի որ եթե այն գրեթե գերիդեալական չմաքրվի, ապա շատ շուտ մեր տեղադրված գերմետիկ գլեը կթուլանա։ Կատարվում է մանրակրկիտ մաքրման պրոցես։
Մաքրում ենք նաև դիմային տեսախցիկը։ Այստեղ սպիրտային լուծույթի կիրառելիությունը ցանկալի չի, կամ շատ խոնավ, շատ թեթև բամբակով թրջված, ուղղակի տվյալ սմարթֆոնի վերևի հատվածը բավականին կեղտոտված է եղել եւ մենք այլ տարբերակ չունենք, քան այն մանրակրկիտ մաքրելը։ Մաքրում ենք ամբողջ երկայնությամբ 4 կողմերով, մաքրում ենք նաև դինամիկի հատվածը։ Այս էկրանը մյուս էկրաններից տարբերվում է իր գերմետիկ կլե լցնելու հատվածով, ինչպես տեսնում եք գործարանային երկու կողմանի սկոտչեր կան եւ մենք փորձելու ենք դրանք հնարավորինս վերականգնել եւ նոր կլե լցնել հենց այդ տարածքում, իսկ սովորաբար մեծ մասի համար դրանք հիմնականում պարագծային կոնտուրով են կլեը լցվում եւ մենք մեր արդեն տեղադրման հաջորդ մասում ավելի մանրամասն ձեզ ցույց կտանք, թե ինչպես է կատարվում հեռախոսի վերջնական էկրանի տեղադրման եւ սմարթֆոնի փակելու process-ը։ Այսպիսով այս հատվածը այսքանն էր, կարող եք հետևել մեր էջին, որտեղ մենք ցույց կտանք սմարթֆոնների, հեռախոսների, գուցե նաեւ ապագայում, մոտ ապագայում նոթբուքերի վերանորոգման process։ Իսկ եթե ունեք այլ հարցեր կապված ձեր սմարթֆոնների հետ կամ վերանորոգման process-ի հետ, կամ կցանկանաք դրանք վերանորոգել մեզ մոտ, կարող եք ցանկացած միջոցներով կապ հաստատել մեր սերվիսի հետ։